Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի հետ շփումներում ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը։ Պատասխանելով հարցին, թե որն է Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցման հարցի վերաբերյալ Միացյալ Նահանգների հանրապետական վարչակազմի դիրքորոշումը, Ռուբիոն նշել է, որ դեռևս որոշում չկա, քանի որ Վաշինգտոնը կենտրոնացած է խաղաղության հաստատման վրա։ Այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչն Ադրբեջանին զերծ կպահի հարևան Հայաստան ներխուժելուց։ Մենք կցանկանայինք կանխել դա։ Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնառու է կանխել պատերազմները, եւ մենք երկու երկրի, հատկապես Ադրբեջանի հետ շփումներում փորձել ենք ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ պատերազմի մեջ չներքաշվելը հսկայական օգուտներ կբերի, ասել է Ռուբիոն։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմը վերջին բանն է, որ Վաշինգտոնը կցանկանար։ Օմանը հայտարարել է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում։ Իսլամական Հանրապետությունը համաձայնել է, որպես միջնորդ հանդես եկող Օմանի առաջարկին, հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայեին։ Իրանի Իսլամական Հանրապետության բանակցային խումբը վճռական է եւ հաստատակամ պաշտպանելու Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը, խաղաղ միջուկային էներգիայից օգուտներ ստանալու հարցում եւ ջանք ու եռանդ չի խնայի, նշել է արտգործնախարարության խոսնակը։ Միջուկային ծրագրին է անդրադարձել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա հայտարարել է, որ Իրանի համար ուրանի հարստացումը սկզբունքային եւ հիմնարար հարց է, ինչպես նաեւ իրանցի գիտնականների գիտական կարևոր ձեռքբերում։ Դիվանագետի խոսքով Իսլամական Հանրապետության նկատմամբ սպառնալիքները ոչ իրավական, ոչ էլ քաղաքական հիմք ունեն։ Արաղչին ընդգծել է, եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն կրելու պատժամիջոցների վերականգնման հետևանքները։ Արտգործնախարարը հավելել է, որ ներկայիս իրավիճակը առաջացել է ոչ թե Իրանի մեղքով, այլ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Միացյալ Նահանգների դուրս գալու եւ եվրոպական երկրների անկարողության պատճառով։ Բոլոր կողմերը շահագրգռված են, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև գերիների փոխանակումն արագ տեղի ունենա 1000-ի դիմաց բանաձևով։ Այդ մասին հայտարարել է Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Դա բավական աշխատատար հարց է։ Աշխատանքներ են տարվում կոնկրետ անձանց փոխանակման ուղղությամբ, դա որոշակի ժամանակ է պահանջում։ Այդ աշխատանքը շարունակվում է բավական օպերատիվ։ Բոլորը շահագրգռված են դա անել հնարավորինս արագ, ասել է Պեսկովը։ Հնդիկ գործարարները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային եւ Ադրբեջանին վերջին հնդկա-պակիստանյան հակամարտության ժամանակ Պակիստանին աջակցելու համար, հաղորդում է Indian Economic Times-ը։ Հնդկաստանի առևտրականների կոնֆեդերացիան հայտարարել է այդ երկրներից ներմուծման եւ արտահանման անհապաղ դադարեցման մասին։ Հնդկական ընկերություններին խստիվ հրահանգ է տրվել Թուրքիայում եւ Ադրբեջանում գովազդներ կամ ֆիլմեր չնկարահանել, եւ եթե որևէ ընկերություն խախտի արգելքը, առևտրային միությունը քայլեր կձեռնարկի այդ ընկերության դեմ։ Վաշինգտոնի հրեական թանգարանի մոտակայքում սպանվել է Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպանության 2 աշխատակից։ Վաշինգտոնի ոստիկանապետ Պամելա Սմիթը հայտնել է, որ կասկածյալին պատահարից առաջ նկատել են մայրաքաղաքի հրեական թանգարանի դիմաց քայլելիս։ Նա արդեն ձերբակալված է։ Սմիթի խոսքով կասկածյալը ձերբակալության պահին գոչել է «Ազատություն Պաղեստինին» կարգախոսը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հնչած կրակոցները որակել է հակասեմականության դրսևորում։ Ըստ Reuters-ի Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպան Եղիել Լեյթերը հայտարարել է, որ սպանված աշխատակիցները եղել են նշանադրությանը պատրաստվող զույգ։ Նա նաև տեղեկացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հնարավորն անել հակասեմականության դեմ պայքարի համար։ Դավիթ Մուրադյան, լուրեր։